Պատկերացրեք, դուք գնել եք մեղրամոմով մեղրի շրջանակ։ Ուտում եք մեղրը, իսկ մնացած մեղրամոմը պարզապես դեն եք նետում։ Եթե այդպես եք անում, ապա դուք միայնակ չեք։ Միլիոնավոր մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այդ փոքրիկ դեղին կտորը վիտամինների, օգտակար հատկությունների իսկական գանձարան է։ Այն պարզապես մեղվի տունը չէ, այն մի նյութ է, որը հազարավոր տարիներ օգտագործվել է տարբեր ժողովուրդների կողմից, ծանվել է բնական մաստակի փոխարեն, կիրառվել է հին բժշկության մեջ և մինչ օրս էլ հետաքրքրում է գիտնականներին։ Մինչ տեսանյութին անցնել անպայման նշեք, դուք ևս ծամում եք մեղրամոմը, թե դեն եք նետում։ Սկսենք ամենահետաքրքիր փաստից։ Մեղրամոմը պարզապես մոմ չէ, այն արտադրում են երիտասարդ մեղուները։ Իրենց որովայնի հատուկ գեղձերից արտազատում են փոքրիկ սպիտակ թիթեղիկներ, որոնք մեղուները ծամում են, փափկեցնում և դրանից կառուցում աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկը վեցանկյուն մեղրաբջիջները։ Իսկ գիտեք թե ինչու հենց վեցանկյուն, որովհետև բնության մեջ դա ամենախելացի ձևերից մեկն է։ Այն թույլ է տալիս նվազագույն նյութով ստանալ առավել ամուր կառուցվածք և պահել առավելագույն քանակությամբ մեղր։ Իսկ հետո մեղուները այս բջիջները լցնում են մեղրով, բարակ մոմ է կափարիչով կնքում են, որպեսզի այն երկար ժամանակ չփչանա։ Փաստորեն, երբ դուք ուտում եք մեղրամոմով մեղրի շրջանակը, դուք ուտում եք մեղրը գրեթե այն նույն տեսքով, ինչպես այն ստեղծվել է կատարյալ բնության մեջ։ Հետաքրքիր է, որ 1 կիլոգրամ մեղրամոմ արտադրելու համար մեղվաընտանիքը սպառում է մոտ 4-ից 8 կիլոգրամ մեղր։ Ինչու է մեղրամոմը համարվում գերհզոր սուպերմթերք։ Մեղրամոմը սովորական ճարպ չէ, այն պարունակում է ավելի քան 300 կենսաբանորեն ակտիվ միացություններ, այդ թվում բարդ եթերային յուղեր, ազատ ճարպաթթուներ, հիդրոկարբոններ և շատ հզոր և օգտակար հակաօքսիդանտներ։ Այն սուպերմթերք է, որովհետև անգերազանցելի կոնսերվանտ է, օժտված է այնպիսի հակամիկրոբային հատկություններով, որ մոմի մեջ գտնվող մեղրն ու ծաղկափոշին կարող են հազարավոր տարիներ մնալ անփոփոխ և թարմ։ Հաջորդը վիտամին A-ի բացարձակ ռեկորդակիր։ 100 գրամ մեղրամոմում կա ավելի շատ վիտամին A, ռետինոլ, քան նույնիսկ գազարում։ Սա մաշկի և լորձաթաղանթների վերականգնման գլխավոր շարժիչ ուժն է։ Հաջորդը բնական սորբենտ է։ Մոմը չի մարսվում ստամոքսում, այլ գործում է ինչպես սպունգ, իր վրա հավաքելով և օրգանիզմից դուրս բերելով բոլոր տոքսիններն ու շլակները։ Այժմ ներկայացնում ենք մեղրամոմի օգտակար հատկությունները, որոնք ի դեպ 10-ից ավելի են։ Առաջին՝ լնդերի արյունահոսություն և ստոմատիտ։ Խորիցքով մեղր կամ մաքուր մեղրամոմ ծամելը մեխանիկորեն մաքրում է ատամները, սպանում բերանի խոռոչի բակտերիաները և դադարեցնում լնդերի արյունահոսությունը։ Հաջորդը՝ անգինա և կոկորդի ցավեր։ Մոմի մեջ առկա պրոպոլիսի և մեղրի մնացորդները ծամելու ընթացքում պատում են կոկորդը, հանգստացնելով բորբոքումը։ Եթե երկար խոսելուց հետո ձեր կոկորդը ցավացել է, ապա կհասկանաք, թե որքան հաճելի է, երբ ինչ-որ բան պատում է այն։ Ծամելու ընթացքում մեղրի բարակ շերտը դանդաղ տարածվում է կոկորդի լորձաթաղանթի վրա։ Դրա շնորհիվ մարդկանց մոտ թեթևանում է կոկորդի գրգռվածությունը, չորությունը, հազի զգացողությունը։ Հաջորդը արագ էներգիան է։ Մեղրի գլյուկոզան և ֆրուկտոզան շատ արագ են ներծծվում։ Այդ իսկ պատճառով մեղրամոմով մեղրի փոքր կտորը կարող է շատ արագ վերականգնել ձեր էներգիան։ Դրա համար մեղրամոմը անփոխարինելի է զբոսաշրջիկների, մարզիկների և այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են մտավոր ծանր աշխատանքով։ Հաջորդը հակաօքսիդանտների աղբյուր։ Մեր օրգանիզմում ամեն օր առաջանում են ազատ ռադիկալներ։ Եթե դրանք շատ են, բջիջները ավելի արագ են վնասվում։ Հենց այստեղ են կարևոր դառնում հակաօքսիդանտները։ Բնական մեղրում դրանք կան, իսկ մեղրամոմով շրջանակներում, որոնք գրեթե չեն մշակվում, այդ միացությունները ավելի լավ են պահպանվում, ավելի օգտակար են և իհարկե ավելի շատ են։ Հաջորդը՝ ավելի բնական, քան շատ խանութային քաղցրավենիքներ։ Մտածեք, թե ինչ է պարունակում սովորական կոնֆետը՝ շաքար, ներկանյութեր, բուրավետիչներ, տարբեր հավելումներ։ Իսկ մեղրամոմով շրջանակը ստեղծել են միայն ու միայն մեղուները, անարատ, բնական։ Այն գրեթե չի ենթարկվել արդյունաբերական մշակման։ Հենց այդ պատճառով շատ մարդիկ այն նախընտրում են որպես բնական քաղցրավենիք։ Հաջորդը մեղուների ստեղծած բնական բույրերը։ Թարմ շրջանակից տարածվող բույրը պատահական չէ։ Այն ձևավորվում է մեղրի, մոմի, ծաղկափոշու, տարբեր բույսերի եթերային միացությունների համադրությունից։ Շատերը նշում են, որ այս բույրը հաճելի զգացողություն է ստեղծում, հաղորդում թարմություն, բարձրացնում տրամադրությունը, ուժեղացնում կենտրոնացման զգացողությունը։ Հաջորդը՝ հայմորիտ և հարբուխ։ Մեղրամոմի երկարատև ծամումը ակտիվացնում է թքարտադրությունը, բացում է քթի շնչուղիները, նվազեցնում է հայմորյան ծոցերի այտուցվածությունը։
Հաջորդը չոր եւ ճաքճքած մաշկ կրունկներ, արմունկներ։ Մեղրամոմով պատրաստված քսուկները ստեղծում են շնչող պաշտպանիչ շերտ, որը ներսում պահում է խոնավությունը եւ բուժում խորը ճաքերը։ Այրվածքներ եւ վերքեր։ Որպես հակասեպտիկ, մոմը կանխում է վարակի ներթափանցումը վերքի մեջ եւ արագացնում է նոր հյուսվածքների աճը։ Հոդացավեր եւ ռևմատիզմ։ Հալեցված տաք մեղրամոմով կոմպրեսները խորը տաքացնում են հոդերը, բարելավում արյան շրջանառությունը եւ հանում են սուր ցավերը։ Ստամոքսի դանդաղ աշխատանք։ Մեղրամոմի փոքր կտորներ կուլ տալը խթանում է աղիների կծկումը, պերիստալտիկան եւ օգնում է քրոնիկ փորկապության դեպքում։ Հազ եւ բրոնխիտ։ Մոմե տաք թիթեղը կրծքավանդակին դնելը գործում է որպես հզոր մանանեխի ծրար առանց մաշկը այրելու։ Թուլացած իմունիտետ։ Մոմի կանոնավոր ծամումը ներծծվում է ենթալեզվային անոթներով, հարստացնելով մեր արյուն օգտակար նյութերով եւ հակաօքսիդանտներով։ Ալերգիա։ Եթե մարդն ունի ալերգիա մեղվի արտադրանքների նկատմամբ, ապա մեղրամոմով շրջանակը եւս կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա։ Առհասարակ մեղրը համարվում է հզոր ալերգեն։ Նրա թողած սովորաբար շատ ավելի ծանր են լինում, քան այլ սննդատեսակներինը։ Հաջորդը մինչև 1 տարեկան երեխաներ։ Մեղրը ընդհանրապես խորտ չի տրվում մինչև 1 տարեկան երեխաներին մանկական բոտուլիզմի վտանգի պատճառով։ Շաքարային դիաբետ։ Դիաբետ ունեցող մարդիկ կարող են մեղր օգտագործել միայն բժշկի ցուցման համաձայն, քանի որ այն եւս բարձրացնում է արյան գլյուկոզայի մակարդակը։ Ընդհանրապես կապ չունի, որ մթերքը բնական է, այն եւս հագեցած է բնական շաքարներով, ընդ որում բավականին բարձր գլիկեմիկ ինդեքսով, այսինքն այն միանգամից է բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Ավելորդ քաշ։ Չնայած բնական լինելուն, մեղրը բավականին կալորիական է։ Եթե այն օգտագործվում է մեծ քանակով, կարող է նպաստել ավելորդ կալորիաների կուտակմանը։ Աղեստամոքսային խնդիրներ։ Մեծ քանակությամբ մեղրամոմի օգտագործումը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել փքվածություն, ծանրության զգացում, որովայնային անհարմարություն։ Շատ հազվադեպ, երբ մեծ քանակությամբ մեղրամոմ է կուլ տրվում, այն կարող է առաջացնել աղիքային խցանման վտանգ, որովհետև այն մեր ստամոքսում չի մարսվում, հատկապես երեխաների մոտ։ Հաջորդը ատամների կարիես։ Թեև ծամելը կարող է օգնել մաքրել բերանը, մեղրը շարունակում է մնալ շաքարներով հարուստ մթերք։ Եթե դրանից հետո բերանի խոռոչի հիգիենան չի պահպանվում, կարիեսի վտանգը կարող է մեծանալ։ Իսկ ինչպես ընտրել որակյալ մեղրամոմով շրջանակ։ Ուշադրություն դարձրեք, որ մեղրը լինի բնական բույրով, չլինի խմորման նշան, շրջանակը չունենա օտար հոտ, մակերեսին բորբոս չլինի, մոմը լինի մաքուր եւ բաց կամ դեղնավուն երանգի կախված տեսակից։ Ավելի լավ է այն գնել միայն ու միայն վստահելի մեղվապահներից։ Ինչպես պահել մեղրամոմը։ Լավագույնը փակ ապակյա տարայի մեջ, չոր, մութ եւ զով վայրում։ Ուղիղ արևի տակ պահելը ցանկալի չէ, քանի որ ջերմությունը կարող է փոխել մեղրի որակը։ Ինչու է մեղրի շրջանակի մոմը տարբերվում սովորական մոմից։ Փեթակից հանված թարմ խորիսխի մոմը կենդանի է, այն հագեցած է մեղվի թքագեղձերի ֆերմենտներով եւ ակնամոմով։ Իսկ արդյունաբերական նպատակներով երկարատև հալեցված եւ զտված մեղրամոմը կորցնում է իր ցնդող նյութերի մի մասը։ Բուժական նպատակներով օգտագործելիս միշտ փնտրեք դեղին, բուրավետ եւ մեղրահոտ մեղրամոմ, այլ ոչ թե սպիտակեցված կամ չափազանց շատ մաքրված տարբերակներ։ Մեղրամոմը կոսմետոլոգիայում էլիտար քսուկների գաղտնիքը։ Ամենաթանկարժեք հակատարիքային քսուկների հիմքում ոչ թե ջուրն ու սիլիկոնն են, այլ բնական մեղրամոմը։ Ի տարբերություն պարաֆինի, որը նավթամթերք է եւ խցանում է ծակոտիները, մեղրամոմը թույլ է տալիս մաշկին շնչել, չի խցանում ծակոտիները եւ ապահովում է լիֆտինգ էֆեկտ, հարթեցնելով մանր կնճիռները։ Իսկ ինչպես ճիշտ օգտագործել։ Կտրեք փոքրիկ կտոր, դանդաղ ծամեք մոտ 10-15 րոպե։ Այդքան ժամանակ ծամելուց հետո մեղրը արդեն ամբողջովին դուրս կգա բջիջների միջից, իսկ վերջում կարող եք փոքր քանակությամբ մեղրամոմը կամ կուլ տալ կամ պարզապես դուրս թքել։ Մեծ կտորներ սակայն կուլ տալ խորհուրդ չի տրվում։ Բացի այդ, կարող եք նաև մեղրամոմը պահել եւ դրանից պատրաստել տարբեր դեղամիջոցներ եւ ոգեթուրմ, որոնք եւս չափազանց օգտակար են մեր առողջության մաշկի համար։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը։ Նաև նշեք, արդյոք սիրում եք մեղրամոմ, թե ոչ։ Կուլ եք տալիս այն, թե դեն եք նետում։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։